Բարև ձեզ, ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր հետևում են մեզ Armenpress լրատվական գործակալության մամուլի կենտրոնում այսօր հյուրընկալել ենք Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանին, շրջակա միջավայրի նախարարության հիդրոօթերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի Հելիո երկրաֆիզիկա եւ ռադիոլոգիայի բաժնի պետ Անահիտ Ասատրյանին եւ շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու օզոնային շերտի պահպանության մասին Վիեննայի կոնվենցիայի, օզոնային շերտի քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրության ազգային համակարգող Լիաննա Ղահրամանյանին։ Բարև ձեզ հարգելի բանախոսներ, շնորհակալություն, որ այստեղ եք։ Բարև ձեզ։ Մենք այսօր խոսելու ենք ուլտրամանուշակագույն ճառագայթման վնասական ազդեցությունից, կանխարգելիչ միջոցառումներից, ինչպես նաև կանդրադառնանք շրջակա միջավայրի նախարարության նոր նախաձեռնությանը, դա մասնավոր հատված եւ պետապետություն, պետական կառույց համագործակցության շրջանակում է իրականացվում։ Խնդրեմ պարոն Գրիգորյան, երևի սկսենք ձեզնից, առողջապահական տեսանկյունից կխնդրեմ ներկայացնեք ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունը, հնարավոր ռիսկերը եւ ինչ կանխարգելիչ քայլերի անհրաժեշտություն եք տեսնում, հաշվի առնելով, որ այժմ ամառ է եւ բարձր օդի ջերմաստիճանն է, խնդրեմ։ Շնորհակալություն։ Եվս մեկ անգամ օգտագործելով առիթը ցանկանում եմ հորդորել մեր ազգաբնակչությանը, որպեսզի չգտնվեն օրվա շոգ ժամերին արևի ուղիղ ճառագայթների ներքո, հաշվի առնելով, որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են վնասակար ազդեցություն ունենալ մեր օրգանիզմի համար, մասնավորապես կարող են առաջացնել բշտիկներ, այտուցվածություն, քոր, ընդհուպ մինչև քաղցկեղի որոշակի տեսակներ։ Եվս մեկ անգամ կուզենայի նշել, որ օրվա շոգ ժամերին, մասնավորապես 11-ից 17 ընկած ժամանակահատվածում խուսափենք արևի ուղիղ ճառագայթների գտնվելուց եւ հնարավորինս կանխարգելենք, կանխարգելիչ միջոցառումների շրջանակում առաջարկվում են մասնավորապես լայնեզր գլխարկներ, բաց գույնի հագուստ, ընդհուպ որոշակի քսուկներ մաշկը ծածկելու համար։ Առաջարկվում է նաև օգտագործել հեղուկներ, մասնավորապես ջուր, հաշվի առնելով, որ մեր օրգանիզմի լիարժեք կենսագործունեության համար բարձր ջերմաստիճանի ժամանակ անհրաժեշտ են որոշակի հեղուկների ավելացում։ Միևնույն ժամանակ կցանկանայի նշել, որ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ, ովքեր ունեն սրտանոթային կամ միզասեռական համակարգի հետ կապված քրոնիկ հիվանդություններ, անպայման խորհրդակցեն իրենց բուժող բժիշկի հետ եւ հնարավորինս անցկացնեն պարկած վիճակում օրվա շոգ ժամերը, որպեսզի կարողանանք ապահովել օրգանիզմի նորմալ կենսագործունեությունը։ Շնորհակալություն։ Իսկ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության հետ կապված կան ռիսկի խմբեր, որոնք են ավելի խոցելի, ավելի շուտ այդ ազդեցությունն իրենց վրա վերցնում։ Որպես այդպիսին ռիսկի խմբեր մենք առանձնացնում ենք երեխաներին եւ մեծահասակներին, հաշվի առնելով երեխաների եւ մեծահասակների օրգանիզմի առանձնահատկությունները, երեխաներ, մեծահասակներ եւ վերջիններիս ընդհանրապես խորհուրդ չի տրվում գտնվել արևի ուղիղ ճառագայթների ազդեցության ներքո։ Նշեցիք, որ բշտիկներ, այտուցվածություն, նույնիսկ քաղցկեղի ռիսկ կա։ Մի փոքր կմանրամասնեք, դա օրինակ, չգիտեմ, տևական ժամանակ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ գտնվելու պարագայում կարող է լինել, թե հաշվի առնելով, որ մեր բոլորիս օրգանիզմը առանձնահատուկ է, ցանկալի չի որևէ մի դեպքում գտնվել արևի ուղիղ ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո, այսինքն ժամանակահատվածը կախված է օրգանիզմի առանձնահատկություններից։ Բնականաբար կարճ ժամանակահատվածում դժվար թե որոշակի խնդիրներ լինել, բայց հստակ նշել րոպեներ կարճ ժամանակահատվածի տեսանկյունից իրատեսական չեմ համարում, հաշվի առնելով օրգանիզմի առանձնահատկությունները։ Իսկ մենք ունենք օրինակ հետազոտություն, որ հենց ուլտրամանուշակագույն ճառագայթների հետևանքով այսպիսի դեպքեր են գրանցվել։ Որպես այդպիսին հստակ հետազոտություններ ես այս պահին չունեմ, կարծում եմ նաև որպես այդպիսին հստակ հետազոտություններ իրականացնելը դժվար կլինի, հաշվի առնելով, որ նշված գործոնների առաջացման պատճառները բազմագործոն են, այսինքն կարող են այլ պատճառներից էլ առաջանալ եւ մի գործոնի դեպքում չի առաջանում նշված խնդիրը, բայց արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները շատ մեծ ռիսկի գործոն են հանդիսանում նշված խնդիրների համար։ Այն կանխարգելիչ միջոցառումներից խոսեցիք, երկարաթև հագուստ կրել, բաց գույնի հագուստ կրել, գլխարկ դնել, արևապաշտպան քսուկների կիրառումը նշեցիք։ Ինչ որ առանձնահատկություն կա այդ արևապաշտպան քսուկների ընտրության հարցում, ինչի վրա ուշադրություն դարձնել։
Արևապաշտպան քսուկների հարցում առանձնահատկությունը հիմնական ուշադրություն ենք դարձնում 30 եւ բարձր SPF-ին քսուկների տեսանկյունից եւ որևէ այլ առանձնահատկություն այս պահին նշել չէի ցանկանա, ուղղակի կնշեի բաց գույնի հագուստ, հնարավորինս բամբակյա հագուստ, որպեսզի արևի ուլտրամանուշական ջարաղայթներն անդրադարձնեն։ Շատ լավ։ Տիկին Ասատրյան, խնդրեմ, խոսքը ձեզ փոխանցենք, նախարարությունը ինչ տվյալներ կարող է ներկայացնել եւ արդյոք դրանք հասանելի են քաղաքացիներին, որպեսզի իմանան, թե որ Հայաստանի որ տարածքներն են ավելի ռիսկային կամ ոչ։ Հիդրոթերապևտության եւ մոնիտորինգի կենտրոնը ամենօրյա տեղեկագրի համար եւ Օզոնի ազգային կենտրոնի պաշտոնական կայքի համար իհարկե ելնելով որոշակի հաշվարկներից կազմում է այսպիսի քարտեզ, որտեղ թվերի միջոցով բնութագրում է ինդեքսները, այսինքն այդ թվերը ինդեքսներն են, բնութագրում է ուլտրամանուշակագույն ջարագայթման ինտենսիվությունը, այսինքն տարբեր մարզերի համար կատարվում են հաշվարկներ, ելնելով այդ օրվա եւ հաջորդ օրվա անբավարարությունից, հորիզոնի փակվածությունից եւ աշխարհագրական տեղանքից։ Ինդեքսները բնութագրվում են այսպես, որպես թիվ չընկալենք, մինչև 4 ինդեքսը նշանակում է ուլտրամանուշակագույն ջարագայթի մակարդակը ցածր է, բարենպաստ մակարդակը նշանակում ենք 6 արժեքով, անբարենպաստ մակարդակը 6-ից 7 արժեքներով, վտանգավոր մակարդակը արդեն 8-ից 10 արժեքներով, 10-ից հետո համարում ենք շատ բարձր մակարդակ։ Նո այստեղ ձեռքի տակ եղածը վերջին ցուցանիշներն են։ Նո վերջին նախավերջին։ Կարծես հիմնականում 4 է, այսինքն նորմայի մեջ է։ Այո, հունիս ամսին ընդհանուր առմամբ ասում են ուլտրամանուշակագույն ջարագայթման ինդեքսները ավելի բարձր են լինում, ելնելով արեգակի բարձր դիրքից, քանի որ անմիջապես արեգակի ջարագայթները ուղիղ ազդեցություն են ունենում երկրի մակերևույթին, բայց հունիս ամսվա մեջ մենք դեռ ինդեքսների բարձրացում չենք նկատում, ամենաբարձր ինդեքսը գրանցվել է 6 հունիսի 1-ին, բայց հետևելով հետագա եղանակային պայմաններին զգացինք, որ դա դեռ չի կարելի խոճապային համարել, որովհետև գնում էր անպամացություններ շրջանում, ջերմաստիճանի իջեցումներ։ Իսկ ձեր վերջին տարիների դիտարկումները ինչ են ցույց տալիս, կոնկրետ որ ամսին է ավելի շատ ռիսկը բարձր եւ որ մարզերում։ Ընդհանուր առմամբ գիտականորեն հաստատված է, որ հունիս ամսին պետք է բարձր լինի, ելնելով ասեցի արեգակի դիրքի բարձրությունից, բայց գիտեք, այս կլիմայական փոփոխություններից ելնելով դա չենք կարողանում դողմա համարել։ Իսկ հուլիս-օգոստոսը? Հուլիս-օգոստոսը ռիսկային է, բայց չեմ կարող ասել, որ ինչքան կբարձրանա։ Անցած տարի մենք ունեցել ենք ամենաբարձր ինդեքսը 7, մի քանի օր տևողությամբ, իսկ այս տարի դեռ վտանգավոր շեմ մեզ մոտ չի գրանցվել։ Իսկ 7-ը որտեղ է գրանցվել։ Արարատյան դաշտավայրում հիմնականում Երևանում, Արարատյան դաշտավայրում, Արմավիրում, բայց լինում է, եթե այդ շրջանում 7 է, կարող է Վանաձորում, Իջևանում 6 լինի, դա էլ մեզ համար արդեն վտանգավոր շեմ է համարվում։ Շատ լավ։ Իսկ վերջին տարիների դինամիկան ինչ է ցույց տալիս, օրինակ ամռանը կամ հունիսին, որ ասում եք հիմնականում ռիսկը հունիսին է մեծ լինում, վերջին տարիների համեմատ այսպես աճ նկատվում է ինդեքսի բարձրացման։ Ոչ, աճ չեք նկատել։ Այսինքն ամենաբարձրը 7-ն է։ Այո, իմ պրակտիկայում, իմ աշխատանքային պրակտիկայում 8-ը չի գերազանցել։ Իսկ եթե գերազանցում են նորմայից, այդ դեպքում ինչ որ քաղաքացիներին իրազեկելու, ցուցիչներ անելու, ինչ որ նախազգուշացում ենք տալիս լրատվական միջոցներին, մեր տեղեկագրում, զգուշանալ արևի ուղիղ ջարագայթներից 11-ից 17 հանգած ժամանակահատվածում եւ գրել պաշտպանիչ միջոցներ, բայց մեր հիմնական զգուշացումը արևի ուղիղ ջարագայթներից խուսափել։ Շատ լավ։
Խնդրեմ Տիկին Ղահրամանյան, խոսքը ձեզ փոխանցենք, ինչ նախաձեռնությամբ եք հանդես գալիս։ Ուզում եմ ձեզ ներկայացնել շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացված մի նախաձեռնության մասին, որը միտված է պետական մասնավոր հատվածի համագործակցությանը։ Նախաձեռնությունը իրականացվել է շրջակա միջավայրի նախարարության եւ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում։ Պատրաստվել են այսպիսի տեղեկատվական պաստառներ, հիշեցում ծնողներին, տվյալ պաստառում պատկերված է հիմնական այն բովանդակությունը, այն տեղեկատվությունը, որին պետք է ծնողները տիրապետեն։ Ամենակարևորը հարկ է նշել, որ այդ պաստառը պատրաստվել է շրջակա միջավայրի նախարարության եւ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ։ Կարող եմ իջեցնել պաստառում գրված է տեղեկատվություն ուլտրամանուշակագույն ճառագայթման վնասակարության մասին, դրանից պաշտպանվելու կարևորության մասին, որ ժամերն են, որ պետք է անպայման հետևողական լինեն ծնողները, պատկերված են նաև ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի աղյուսակը եւ դրա աստիճանը, ինչպես նաև մի փոքր նշված է, որ օզոնային շերտն է, այն բնական վահանն է, որ պաշտպանում է մեզ բոլորիս արևի վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Եվ կա մի փոքր QR կոդ, որով անցնելիս ծնողները կարող են տեսնել տվյալ օրվա ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի քարտեզները, որոնք պատրաստվում են շրջակա միջավայրի նախարարության կողմից։ Պաստառները նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հանրային նախակրթական ուսումնական բոլոր հաստատություններում տեղադրման համար եւ առողջապահության առաջնային պահպանման բժշկական հաստատություններում, պոլիկլինիկաներում, մանկական բաժանմունքներում։ Մեկ այլ նաեւ նախաձեռնություն այսպիսի տեղեկատվական պիտակների պատրաստումն է։ Սա է, որ պետական մասնավոր հատվածների միջև համագործակցությունն է, պիտակները պատրաստվել են մասնավոր հատվածի, մանկական հագուստ արտադրողների հետ համատեղ, եւ այս պիտակները, որտեղ նույն տեղեկատվությունը, որի մասին խոսել ենք եւ որը արտացոլված է այս պաստառում, պետք է արտադրողները կցեն իրենց արտադրանքին։ Այս համագործակցությունը մենք շատ ենք արժևորում, որովհետև սրա միջոցով մենք կարող ենք մանկական հագուստ գնող յուրաքանչյուր ծնողին նույնպես այս տեղեկատվությունը հասցնել։ Շատ լավ։ Հիմա խնդիր է դրված ծնողներին, մեր քաղաքացիներին իրազեկելու ուլտրամանուշակագույն ճառագայթման վնասակար ազդեցության մասին եւ ինչ կանխարգելիչ միջոցառումներ պետք է ձեռնարկեն հաշվի առնելով, որ ամառ է եւ շոկ է, ռիսկը ավելի բարձր է։ Ինձ հետաքրքիր է արդյոք գործատուների իրազեկելու, գործատուների հետ աշխատանք տանելու խնդիր դրված է հաշվի առնելով, որ ամեն դեպքում որոշ տիպի աշխատանք կախված է, որ հենց այդ ժամերին մարդիկ լինում են փողոցում դրսում։ Դա կլինի ասֆալտապատում, դա կլինի սանմակրում, քաղաքում, չգիտեմ, առաքիչները կլինեն։ Գործատուներին իրազեկելու կամ գործատուների հետ ինչ որ ձևով այս իրավիճակը մեղմելու առումով քննարկումներ եղել են։ Շրջակա միջավայրի նախարարությունը ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ իրականացվող ծրագրի շրջանակներում մեծ ուշադրություն է դարձնում հանրության իրազեկվածության բարձրացմանը եւ աշխատում է տարբեր թիրախային խմբերի հետ։ Առանձին համագործակցություն բուն գործատուների հետ դեռևս չի եղել, բայց դուք շատ լավ գաղափար տվեցիք, միգուցե գործատուների միության հետ համատեղ մենք նաեւ այդպիսի աշխատանք իրականացնենք։ Պարոն Գրիգորյան, քանի որ ամառվա սեզոն է եւ բոլորը շտապում են բաց լողավազաններ, ծովափ, ամառը այսպես ջրային միջավայրում անցկացնելու համար, այդ օրերին Երևանում գիտենք, որ բազմաթիվ բացության լողավազաններ կան եւ հենց վաղ առավոտից մինչեւ երեկո ուղիղ արևի ճառագայթների տակ մարդիկ վայելում են այդ օրը։ Այս պարագայում ինչ գործողությունների անհրաժեշտություն եք տեսնում։
Շնորհակալություն։ Այս պարագայում նույնպես ես հորդորում եմ արևի ուղիղ ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո չգտնվել, անկախ նրանից, թե դուք գտնվում եք ջրավազանի ափին, թե փողոցում, կապ չունի, արևի ազդեցությունը նույնն է։ Տվյալ պարագայում լողավազաններ, բաց լողավազանների մասով եթե խոսենք, Երևան քաղաքում բազմաթիվ ջրավազաններ կան, որտեղ եթե մենք ուշադրություն դարձնենք, կտեսնենք, որ լողանալն արգելված է, փակցված է պիտակներ, որովհետև տվյալ լողավազանի ջուրը չի համապատասխանում սահմանված ցուցանիշների եւ այնտեղ վարակվելու հավանականությունն առավել եւս մեծանում է։ Ինչ վերաբերվում է լողափում արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներին, ապա ես պիտի նշեմ, որ նորից նույն հորդորն է, այսինքն առանց պաշտպանիչ քսուկների, առանց այսպես ասած հովանոցի չգտնվեն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության ներքո, մասնավորապես 11-ից 17 մնգած ժամանակահատվածում։ Եղավ, շնորհակալ եմ շատ, հավելելու բան ունեք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հանգամանալից ներկայացնելու համար, մեր հարցերը սպառվեցին, ավարտենք։